Պարոն Մաթևոսյան, օգոստոսի 8-ից շաբաթներ շարունակ Նիկոլ Փաշինյան իր իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են խաղաղության անշրջելիության մասին, բայց վերջին մի քանի միջազգային հարթակներից Փաշինյանի ելույթները այլ բանի մասին են խոսում, որ առնվազն կա մտահոգություն, որ խաղաղությունը այդքան էլ անշրջելի չէ։ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց Փաշինյանի կողմից մտահոգություն, ԵԽԽՎ-ում հնչեց իր կողմից նման տեսակետ, Շանհայում հնչեց նման տեսակետ։ Ինչ փոխվեց այս մի քանի շաբաթներում։ Ես վստահ եմ Փաշինյանը հույս ուներ, որ գոնե մի քանի ամիս կարող է շահարկել, որ խաղաղություն է բերել։ Գնալով ավելի անհնար է դառնում այն, թե ինչ իրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ալիևի եւ Փաշինյանի միջեւ, ավելին թերթերից մեկը օրերս հրապարակում են արել, որ նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կան կասկածներ առայն, թե ինչ է իրականում ստորագրվել եւ մտահոգություն ունեն, որ իրականում Ալիևի հետ պարզապես եղել է պայմանավորվածություն, որ թույլ կտան նախընտրական փուլում ներկայացնել դա որպես Տրամպի ուղի, չգիտեմ, Փաշինյանին տուպիկ, խաղաղության խաչմերուկ, ինչպես ուզում եք սա անվանեք, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնիսկ այս ձեռք բերված պայմանավորվածությունը միջև վերջ չի պահում։ Երկու դիտարկում կուզենայի անել սրա հետ կապված։ Մեր զրույցից բառացիորեն ժամեր առաջ Ալիև-Փաշինյան հանդիպում է տեղի ունեցել, կառավարությունը տարածել է հաղորդագրություն հանդիպան բովանդակության մասին, եւ ինչն էլ կարեւորը, այնտեղ նշված չէր, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասել է, որ անթույլատրելի են ձևակերպումները, որոնք Հայաստանի նկատմամբ, որ անընդունելի են ձևակերպումները, որոնք տարածքային պահանջ են իրենցից ենթադրում Հայաստանի նկատմամբ, այսինքն նա ոնց է, չէ, ձևակերպել, եթե դուք քարտեզ ցույց տաք, որ Հայաստանի տարածքով անցնում է ինչ-որ մի բան, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, Հայաստանի տարածքում ինչ-որ բանին անուն եք տալիս, դա տարածքային պահանջը Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ զրույցում բավականին հեզ էր, փաստորեն, բայց ամենաֆունդամենտալ բանը այստեղ որն է, վստահ եմ դուք էլ եք դա կարդացել այդ վեպը, 12 աթոռները վեպը, երբ որ հերոսներից մեկը ասում է ուտրում դենգի вечером ստուլ, հիմա Փաշինյանը դա է ասում, թողեք վերարտադրվեմ, երեկոյան աթոռները կլինեն, ավելի կոնկրետ թողեք վերարտադրվեմ, Զանգեզուրի միջանցքը դրանից հետո կլինի, սա է միակ խնդիրը, իր համար բովանդակությունը չի խնդիրը, որ Ալիևը տարածքային Պարոն Մաթևոսյան, կարելի ասել, որ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակին, ես այսպես զգաց, որ դա կազմակերպված հարցադրում էր, որպեսզի Փաշինյանը կինոյի ֆիլմի միջի տղայի դերում հանդես գա, բայց միևնույն ժամանակ Ալիևից անվտանգ հեռավորության վրա գտնվի, միևնույն ժամանակ Ալիևի անունը տալու առիթ չլինի, այսինքն բրիտանացի պատվիրակիներ արդեն։ Ես դա դիտարկում եմ նախընտրական քարոզչության շրջանակում, այդպես է թե ոչ։ Դա նախընտրական քարոզչության շրջանակներում է, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից արված գնահատականը, որ նա հիշել է Բաքվում պահվող հայերի մասին, իրենց գերի չի անվանել, ռազմագերի չի անվանել, բայց այնուամենայնիվ ինքը դրա մասին խոսել, ինչը վերաբերում է բրիտանացի հենց падգամավորի, ես ուզում եմ նաև մի հետաքրքիր դրվագի վրա ուշադրությունը դարձնենք, այնպես է ստացվել, որ փաստերն արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը բրիտանական ոչ թե նույնիսկ կառավարության, այլ բրիտանական կազմակերպություններից մեկի ընկալմամբ իրենք պարզապես ըստ տեղային մենեջերներ են, որոնք քաղաքականություն են իրականացնում, որը բխում է այդ ընկերության շահից։ Խոսքը Anglo-Asian Mining ընկերության մասին է, որը դեռ մինչև Արցախի անկումը Կաշենի հանքի նկատմամբ գնել էր իրավունքները Ադրբեջանից, եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, Ալիևի հետ վարած քաղաքականության արդյունքում հայերը Արցախը հայաթափվեց, հայերը հանվեցին այն տարածքից, որ անհրաժեշտ էր բրիտանացիներին, հիմա իրենք շահագործում են այդ հանքը։ Ուղղակի սա արձանագրենք, Փաշինյանը եւ Ալիևը բրիտանական ընկերության ձեռքում պարզապես վճարովի մենեջերներ են։ Սա ինքնիշխանության մասին խոսելիս ուղղակի հիշենք։ Պարոն Մաթևոսյան, դա ուղղակի կարծում լավագույն դեպքն է, որովհետև Տրամպի մոտ ընդհանրապես Փաշինյանը այն տղեն էր։ Սա ընդհանրապես բանի մասը։ Լավ, Տրամպը ինչ է ուզում մեզանից Նիկոլ Փաշինյանից եւ այդ խաղաղությունից, որը չի ստացվել։ Ինչի անընդհատ այսպես խոսում ձեռք չբերված խաղաղության մասին եւ ինչու անընդհատ մոռանում Փաշինյանի անունը։ Ալբանիայի վարչապետը պարզեց, որ ինքը բավականին լավ հումորի զգացողություն ունեցող մարդ է, այսօր Մակրոնի ներկայությամբ նաև հարցնում էր, ասում էր, իսկ ինչու ինձ չես շնորհավորում իմ եւ Ալիևի միջև ձեռք բերված խաղաղության վերաբերյալ, փաստացի նա վերհիշել էր Դոնալդ Տրամպի ասած խոսքերը, ինչը վերաբերում է Տրամպին։ Ես ուզում եմ մենք հասկանանք ընդհանրապես ինչ է կատարվել։ Մենք քանիցս խոսել ենք, հա, միասին, թե ձեր տաղավարում, թե այս ֆորմատով, որ սա կատարվածը թուրք-ադրբեջանական գործընթաց էր Հայաստանում 18 թվականին, եւ սա արդեն ոչ միայն մեր գնահատականն է, սա փաստացի Ստիվեն Ուիտկոֆի գնահատականն է,
Առնվազն օգոստոսի 8-ին ձեռբերված պայմանավորվածությունների մասով ինքը ինչ ասում է, որ մենք տարածաշրջանում ունենք մեր դեսպանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում, Թոմ Բարակը, ով խորհրդակցում է տարածաշրջանում, այդ թվում այն Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հարցերին Թուրքիայի հատուկ ծառայության ՄԻՏ-ի նախկին եւ ներկա ղեկավարների հետ, Հական Ֆիդանի եւ Իբրագիմ Քալանի հետ։ Իրենք են խորհուրդ տվել, որ այս տեսակ ֆորմատով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվի։ Դոնալդ Թրամփին ասել են փաստացի հետեւյալը. մենք ունենք մեզ լոյալ, լավ էսպես ձևակերպենք, երկրների ղեկավարներ Ալիևը եւ Փաշինյանը, բայց Փաշինյանը խնդիր ունի հասարակությանը հրամցնելու այդ Զանգեզուրի միջանցք ասվածը։ Մենք ձեզ եկեք այդտեղ տնտեսական փայտ տանք, դուք ներդրում արեք, բայց մենք դա հետագայում կձևակերպենք այն ֆորմատով, որը մեզ անհրաժեշտ է, ու դա էլ տեղի է ունենում։ Այսինքն Տրամպը իրականում փող է աշխատել կամ իր ընկալմամբ գոնե հիմք է ստեղծել, որ ապագայում փող է աշխատելու Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում Լաչինի միջանցքի ֆորմատով գործող Զանգեզուրի միջանցքի շրջանակներում։ Իսկ այդ միջանցքը կլինի Ալբանիայում, Կամբոջայում, Լաոսում, իրականում իրեն դա այդքան չի հետաքրքրում։ Այսինքն այդ փոքրիկ դրվագը ըստ էության նաև ցույց է տալիս այն, որ նախաձեռնությունը, ինչպես դուք ասեք, ի սկզբանե ամերիկյան չի, որտեղ ամերիկյան լիներ Ամերիկայի նախագահ վստահաբար տեղյակ կլիներ ում է ժողովրդի խոսքով ասած բարիշացնում եւ այլն, բայց հիմա կանք մի այլ խոսակցության, որը վերջերս բավական այսպես ակտիվացել է, ինքնիշխանություն, հա, օգտագործում են Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետի հայտարարությունը, որ իբրև թե ովքեր, նույն խոսքով չկրկնեմ, ծանոթ եք այդ հայտարարությանը եւ ինչ են ասում են մեր ինքնիշխանության դեմ խոսողները պետք է դուրս շպրտվեն կառավարական, չգիտեմ, սենյակներից, թափս կառավարող մարմինից, բայց այս մարդիկ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք խորհրդանով անցկացրել են մի նախաձեռնություն, խոսքը ԵՄ-ին անդամակցելու մասին նախաձեռնությունը, որը ինքնիշխանության նվազեցման մասին է առնվազն։ Որովհետև Եվրոպական միությունը ի վերջո դա վերպետական կառույց է, միավորում է ճիշտ է 20-ից ավելի պետություններ, բայց պետական կառավարման համակարգի զգալի լիազորությունները կրճատվում են Եվրոմիության անդամ դառնալու շրջանակներում, ավելին բառացիորեն վարքյաններ առաջ սրա մասին ենք խոսում նաև եթերից առաջ, Արարատ Միրզոյանը, եթե չեմ սխալվում, Լեհաստանում տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում, անվտանգային գագաթաժողովի շրջանակներում խոսում էր այն մասին, որ հնարավոր է Հայաստանում ընդհանրապես օրենք ընդունվի, ըստ որի Եվրոմիության անդամակցությունը պարտադիր ուղղություն կլինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար։ Ուկրաինական կոնֆլիկտը ինստիտուցիոնալ առումով նաև սկսվեց նրանից, որ իրենք համանդրության մեջ ամրագրեցին ձգտումը դեպի ՆԱՏՕ։ Հիմա մեզ այդ նույն ճանապարհով են տանում։ Ուկրաինան միջև պատերազմի մեկնարկը եւ պատերազմի մեկնարկից հետո ինքնիշխանության առումով ինքը ավելի ինքնիշխան պետություն է, թե նվազն ինքնիշխան պետություն է։ Իրականում սրա վերաբերյալ օրերս շատ ջրջրիտ գնահատական էր տվել Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանով, ասում է, երբ որ Վլադիմիր Զելենսկին թրփոշանում է, ի վերջո ինքը չմոռանա, որ սկսած աշխատավարձերից վերջացրած զենքով զինամթերքով մենք ենք իրեն մատակարարում, այսինքն արևմտյան աշխարհը ինչ պետականության, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը գնում։ Ուղղակի ես ուզում եմ արձանագրենք հետեւյալը, այս մարդկանց ընկալումներում ինքնիշխան նշանակում է հակառուս։ Հակառուս լինելով դու կարող ես նաև պրոթուրքական լինել, բայց կարևորը հակառուս լինես։ Այդ է ֆունդամենտալ ընկալումները իրենց։ Վերջին հարցը պարոն Մատևոսյան, այդ ձեր ասած առաջարկը, որը դիտարկում է Արարատ Միրզոյանը համանadrությամբ նման կետ ամրագրելու, արդյոք խոսում է այն մասին, այո, դե հենց միտք ասա, բայց արդյոք դա խոսում է դրա մասին, կարող խոսել դրա մասին, որ իրենք ուզում են հասկանալով, որ իրենց երկար ժամանակ չի մնացել, կոնֆլիկտը իրենց հետո էլ թողնել կամ իրենցից հետո ստեղծել նոր կոնֆլիկտ։ Քանիցս արդեն սրա մասին հասցրել ենք խոսել, որից իմ ընկալմամբ, միգուցե սխալվում եմ իհարկե, բայց այնուամենայնիվ իրենք փորձում են Հայաստանի հետ ստեղծել Հայաստանում այնպիսի մի իրավիճակ, ինչպիսին էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահին Արցախում, երբ որ Սամվել Շահրամանյանը եկավ եւ նախագահ ընտրվեց, բայց իրավիճակը արդեն այնպես էին իրենք բարթացրել, այնպես էին վատացրել, միգուցե տենց շատ մեծ ջանքերով, իսկ մենք տեսնում ենք, որ Սամվել Շահրամանյանը հատկապես 23 թվականի իրադարձությունից հետո մենք տեսնում ենք, որ նա կառավարական ձիրքի տեսանկյունից բավականին մեծ խնդիրներ ունի, բայց ի վերջո իրենք ստեղծել են այնպիսի պայմաններ, որ Արցախի անկումը անխուսափելի էին դարձել։ Նիկոլ Փաշինյանն ունի հետևյալ խնդիրը. իր ընկալմամբ չկա պետություն, չկա խնդրեմ, եթե Հայաստանի Հանրապետությունը չլինի, դա կհանգեցնի նրան, որ պայմանականորեն սուբյեկտը չլինի, որը ապագայում իրեն քրե իրավական պատասխանատվություն
կենթարկի։ Հետևաբար իրենք օրենսդրական փոփոխություններից մինչև միջազգային հարթակներում այնպիսի պարտավորություններ են իրենց վրա վերցում, որպես պետություն մեր վրա են վերցում, որ ցանկացած նոր իշխանություն ինքը մեծ բարդությամբ է կարողանալու վերականգնել ռազմաքաղաքական բալանսը։ Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է, որ ոչ թե պարզապես քաղաքական փոփոխություններ լինեն երկրում, այլ որպեսզի, չգիտեմ, ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտական արվեստին տիրապետող մարդիկ պետք է լինեն, որ կարողանան շատ արագ այնպես վերականգնել ռազմաքաղաքական բալանսը, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր հետ չանեն այն, ինչ արեցին Արցախի հանրապետության հետ։